Ողջույն, թերթեմի զրուցակիցն այսօր Վիզեր Հունգարիայի գործադիր տնօրեն Ռոլանդ Թիշներն է։ Խոսելու ենք ավիաընկերության գործունեության մասին Հայաստանում։ Պարոն Թիշներ, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ։ Հոկտեմբերի 1-ից սկսած Wizz-ը 8 նոր երթուղի է գործարկում Հայաստանից։ Ինչպես են ընտրվել այս ուղղությունները։ Ասեմ, որ երթուղիների հետ կապված որոշում կայացնելիս մենք միշտ նայում ենք պահանջարկին, դիտարկում ենք ամենից տարածված ուղղությունները, որոնք ճամփորդության սիրված վայրեր են։ Օրինակ հայաստանցիների համար եւ իհարկե այն վայրերը, որտեղից ամենից շատ քանակությամբ այցելուների հոսքն են ակնկալում այս գեղեցիկ երկիր։ Բացի այդ, Հայաստանը ողջ Եվրոպայով մեկ ունի բավական մեծաքանակ սփյուռք, եւ դա նույնպես կարևորագույն հանգամանք է, որ հաշվի ենք առել։ Նաև սեպտեմբերի 30-ից թռիչքներ են լինելու Գյումրիից դեպի Կիպրոս։ Արդյոք սա փորձնական է, թե երկարաժամկետ ծրագիր է։ Ես հույս ունեմ, որ այն երկարաժամկետ ծրագիր կլինի։ Իրականում այն մեկնարկել է միայն 3, ուստի այժմ փոքրինչ վաղ կլինի նոր երթուղիների հետ կապված որոշակի խոստումներ տալը։ Բայց մենք այո, մեծ վստահություն ունենք։ Առաջին թռիչքն արդարացրեց մեր սպասումները, եւ մենք բավական լավատեսորեն ենք տրամադրված։ Իսկ որ ուղղություններն են նախընտրելի հայաստանցի ուղևորների շրջանում։ Հուսով եմ, այն բոլոր ուղղությունները, որոնք առաջարկել ենք, նախընտրելի են։ Այսպես, ունենք մի քանի երթուղի դեպի Իտալիա, ուստի եւ ավելացրել ենք Երևանից թռիչք իրականացնելու մեր օդանավակայանների քանակը։ Ունենք նոր ուղղություններ դեպի Գերմանիա, ինչպես գիտեք, Մեմինգեն եւ Համբուրգ, բայց ավելի հաճախակի ենք դարձրել օրինակ Դորտմունդ թռիչքները։ Նաեւ թռիչքներ ենք սկսել դեպի Փարիզ, որը վստահ եմ բավական սիրված երթուղի է լինելու, հաշվի առնելով Ֆրանսիայում բնակվող մեծաքանակ հայկական սփյուռքը։ Բացի այդ, Կիպրոսն է կարծես բավական սիրված ուղղություն այստեղի բնակչության շրջանում, եւ այժմ մտածում եմ Կիպրոսում եւս կարող ենք ունենալ քաղաք, որը մեզ կօգնի խթանել ճամփորդությունները դեպի այդ վայր։ Վիեննան եւս սիրված ուղղություն էր, բայց մարտից սկսած թռիչքներ չեն լինելու։ Այո, մարտից մենք դադարեցնելու ենք Վիեննա իրականացող թռիչքները, դա կազդի նաև Երևանի վրա, բայց այժմ մոռանանք այդ մասին։ Մենք առնվազն 15 երթուղի ենք ունենալու դեպի մյուս եվրոպական քաղաքներ, ուստի եւ հայաստանցիների համար կան ճամփորդելու բազմապիսի հնարավորություններ։ Բազմապիսի են նաև այս երկիր այցելող հյուրերի հնարավորությունները։ Այս տարի նախատեսում եք ապահովել Հայաստան այցելող եւ Հայաստանից մեկնող 1.2 միլիոն ուղևորների հոսք։ Արդյոք այս թիվը իրատեսական է, թե ասվում է ուղղակի մարքեթինգի նպատակով։ Այս հաշվարկն արված է ելնելով ուղևորատարության ցուցանիշից։ Մեկ օդանավը կարող է տեղափոխել 239 ուղևոր, բայց մենք հաշվի ենք առնում նաև ծանրաբեռնվածության գործոնը, որը 94% է։ Իսկ սա շատ մոտ է մեկ թռիչքի համար նախատեսված ուղևորների քանակին։ Ուղևորները բողոքում են ուշացումներից եւ չեղարկումներից։ Ինչպես կպատասխանեք նրանց։ Չեմ կարծում այս ամառ այդքան շատ են եղել չեղարկումները։ Եթե նայելու լինենք ամռան իրականացած մեր գործունեությանը, մենք լավագույն ավիաընկերությունների շարքում էինք։ Ինչ վերաբերում է չեղարկումներին, մենք թռիչքներ չեղարկելու իմաստով չէ որ շուկայի առաջատար ենք։ Եթե ունենք թռիչք, մենք այն իրականացնում ենք։ Առաջադրանքները հաջողությամբ իրենց ավարտին հասցնելու իմաստով մեր ցուցանիշը 99.7% է։ Դա լավագույն ցուցանիշն է եվրոպական ավիաընկերությունների շրջանում։ Ուստի կարող եք վստահ լինել, որ եթե ունեք մեզնից ձեռք բերած ավիատոմս, մենք կիրականացնենք մեր թռիչքը։ Ընդունում եմ իհարկե, որ կարող են լինել որոշ ծայրահեղ իրավիճակներ, ինչպես օրինակ եղանակի խափանումները, գործադուլներ որոշ երկրների օդանավակայաններում, ինչը կարող է խնդիրների պատճառ դառնալ, բայց սրանք չեն որպես կանոն թռիչքները չեղարկելու մեր փաստացի պատճառները, երբ մենք իսկապես ի վիճակի չենք գործել։ Իսկ այլ հանգամանքներում առաջադրանքներն ավարտին հասցնելու մեր ցուցանիշը բավական բարձր նշաձողի վրա է։ 2025-ին Wizz-ը Հայաստանում 2 օդանավ է ունենալու։ Արդյոք սա բավական է, թե ընդամենը սկիզբն է միայն։ Ես կասեի, որ դա միայն սկիզբն է։ Իհարկե, մեզ անհրաժեշտ է հասկանալ ինչպես է ձևավորվում պահանջարկը, բայց մենք իսկապես վստահում ենք այս շուկային։ Մենք տեսնում ենք տնտեսական զարգացումը եւ կարծում ենք, որ Հայաստանի քաղաքացիները իրոք կցանկանային ճամփորդել։ Եվ կարծում ենք նաեւ, որ կան բազմաթիվ հազարավոր եվրոպացի զբոսաշրջիկներ, որոնք կցանկանան գալ այս երկիր։ Ուստի եւ լավատեսորեն ենք տրամադրված, որ սա դեռ ընդամենը սկիզբն է։ Բաց դռների օրերն իսկապես մեծ հետաքրքրություն են առաջացնում, որն է Wizz-ի անձնակազմին հաջողությամբ միանալու չափանիշը։
Ամենակարևորը վերաբերմունքն է, լավ վերաբերմունքը, լավ հաճախորդամետ մտածելակերպը եւ դե իհարկե ապահովության եւ անվտանգության զգացում ունենալը։ Դա կարևոր է յուրաքանչյուր ավիաընկերության համար։ Իհարկե, երբ օդաչուներ ենք փնտրում, մասնագիտական կրթությունը շատ կարևոր է, հատկապես երբ խոսքը ավակ օդաչուների մասին է։ Դա օգնում է ձևավորել համապատասխան վերաբերմունք, ինչն իսկապես կարևոր է։ Բայց մենք ունենք նաեւ մեր օդաչուական ակադեմիան, ուստի եւ փնտրում ենք նաեւ մարդկանց, որոնք նախկինում երբեք օդանավով չեն թռել, բայց ապագայում օդաչուներ դառնալու ցանկություն ունեն։ Ինչն է ձեզ ամենաշատն անակնկալի բերել հայաստանյան շուկայում աշխատելիս։ Մինչ այժմ, եթե անկեղծ լինեմ, միայն դրական անակնկալներ են եղել, չեմ կարող որևէ բանից բողոքել։ Եղել է մեծ աջակցություն եւ համագործակցություն կառավարության կողմից, օդանավակայանից։ Արդեն հավաքագրել ենք տեղի քաղաքացիներից բաղկացած առաջին օդանավակազմը, հիանալի մարդիկ, հիանալի անձնակազմ։ Ուստի եւ մինչ այժմ անակնկալները եւ հետադարձ արձագանքները միայն դրական են, որևէ բանից բողոքելու առիթ չունեմ։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ես էլ եմ անչափ շնորհակալ։